Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Հակակոռուպցիոն կոմիտեում պարզել են, որ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժնի պետի տեղակալը իր ծառայողական լիազորություններն անցնելով զբաղեցրած պաշտոնով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև իր ծանոթ անձին նախկինում ցուցաբերած օգնության հանգամանքը օգտագործելով, համոզել է վերջինիս նրա ինքնությունը գաղտնի պահելու պայմանով իր կողմից որոշ կեղծ բովանդակությամբ տվյալներ հայտնել քրեական վարույթն իրականացնող մարմնին, հետագայում նաև դատարանին, որի արդյունքում նշված անձը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք։ Վերնշված պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել։ Հունիսի 8-ին տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել։ Պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արզնի բնակավայրում գործող Ավենյու Արզնի հյուրանոցից, որտեղ կազմակերպված խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր կրակված 6 պարկուճ, արժանանման հետքեր, երկաթե դռան վրա էլ ոտքի հալվածի հետքեր։ Իրավապանները հայտնաբերել եւ բաժին են տեղափոխել մի խումբ անձանց՝ Կոտայքի մարզի բնակիչներ Ֆելիքս Միրզոևը, ով Շամշյանի տեղեկություններով Արզնի համայնքապետն է, 35-ամյա Դավիթ Վանյանը, 34-ամյա Վիրապ Վիրապյանը, 32-ամյա Աշուր Իլիայևը, 53-ամյա Կարլեն Սիմոնովը, 46-ամյա Արկադի Մոսիևը, 39-ամյա Ալբերտ Սարգիսովը պարզվել է նաև հիվանդանոց տեղափոխված ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Կոլյա Միսեևն է։ Հունիսի 7-ին Արաբկերի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի Պողոտա 23 հասցեում տղամարդու դիկա։ Դեպքի վայրում պարեկները 1 հոգու կարողացել են վնասազերծել ու տեղափոխել ոստիկանության բաժին, որը ենթադրյալ կասկածյալներից մեկն է։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են քաղաքացու մահը, ով հայտնաբերվել է Լիզա Հարսանյաց սրահի մուտքի մոտ նկուղային հարկում։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 81-ամյա մնացականն է։ Մահը վրա է հասել վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկի կողմից հրելու եւ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով գլխի շրջանում ստացված վնասվածքից։ Հունիսի 7-ին Աշոտսկի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աշոտսկ բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդու դիկա։ Ոստիկանները հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 79-ամյա Սմեյդին, ով ըստ նախնական տեղեկությունների ինքնասպանություն է գործել 4-րդ հարկից իրեն ցած նետելով։ Հունիսի 7-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5 կոտորակինը հասցեի հարևանությամբ ջրատարում դի է նկատվում։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել 70-ից 75 տարեկան կնոջ դի։ Հունիսի 1-ին տեղեկություն է ստացվել, որ Նորագյուղ թաղամասում տղամարդը արձակվել է իր նախկին կնոջ տան վրա եւ ծեծի է ենթարկում նրան։ Իրավապանները պարզել են, որ Երևանի բնակիչ 39-ամյա Աշոտն է եկել նախկին կնոջ տուն, վիճաբանության ժամանակ հրել է վերջինիս եւ իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով կրակոց արձակել նրա ուղղությամբ, որից հետո հնչեցրել է սպառնալիքներ, բազմաթիվ անգամ բռուցքներով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին եւ եւս 2 անգամ կրակել վերջինիս ուղղությամբ, պատճառելով նաեւ ֆիզիկական ցավ։ Հունիսի 8-ին 3 քաղաքացի մոտեցել են Դալմա Գարդեն Մոլ առևտրի կենտրոնում գործող Ամերիա բանկի մասնաճյուղ, որպեսզի իրենց մոտ եղած ԱՄՆ դոլարները վերածեն դրամի։ Աշխատակիցը բացահայտել է, որ դոլարները կեղծ են ահազանգել ոստիկանություն։ Վերջիններս Իրանի քաղաքացիներ են, 2-ը տղամարդ, 1-ը կին։ Հունիսի 7-ին տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ կամավորականների կողմից Գլենդել հիզում մաքրման աշխատանքներ անելու ժամանակ մարդու գանգ է հայտնաբերվել։ Հունիսի 6-ին Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Ռուդիկը Մերսեդես մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, առաջընթացել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ռուդիկը, նրա ուղևոր Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Սիրանուշը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևոր Արագածոտնի մարզի բնակիչ 12-ամյա Նատալին աշտարակ բժշկական կենտրոն։ Նույն օրը հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորներից Սիրանուշը մահացել է։ Հունիսի 7-ին Ոսկետապ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Արամ Ասատրյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենան եւ 32-ամյա Գրիգոր Կարապետյանի վարած մոտոցիկլը։ Մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց։ Հունիսի 7-ին Երևան-Գյումրի Բավրա ավտոճանապարհին Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած Audi մակնիշի եւ Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաներն են բախվել։ Վթարի հետևանքով Գոմցյանը եւ ուղևոր Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալիա Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հունիսի 7-ին Երևանի բնակիչ 38-ամյա Մինասն իր վարած Նետա մակնիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից Արմենիկոմ կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլխի վայր հայտնվել փոսում։ Մինասը եւ նրա ուղևոր Երևանի բնակիչ 40-ամյա Ասսան տեղափոխվել են հիվանդանոց, վարորդը եղել է ոչ սթափ։ Հունիսի 7-ին Երևանի Իրաֆու փողոցի շրջադարձի հատվածում բախվել են շտապօգնության Toyota-ն եւ Opel մակնիշի ավտոմեքենան, տուժածներ չկան։ Հունիսի 7-ին 911 ծառայությունը ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի նրբանցքներից մեկում տուն է այրվում։ Հրդեհը բռնկվել է Չեխովի փողոցի առաջին նրբանցքի թիվ 12 տանը, տուժածներ չկան։
Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Mercedes եւ BMW մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք ապօրինի կրում են զենք զինամթերք։ Հունիսի 5-ին երեկոյան ժամը 9-ին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում Մայրաքաղաքի Աբովյան փողոցի մի բակում ձերբակալվեցին հանրապետության տարբեր մարզերի բնակիչ 6 տղամարդիկ։ Ձերբակալման վայրում թողած ավտոմեքենաների մոտ իրականացվեց պահպանություն, իսկ ձերբակալվածները տեղափոխվեցին Երևան քաղաքի վարչություն։ Այստեղ կատարված խուզարկությամբ 27-ամյա վանաձորցու մոտ հայտնաբերվել է Մակարով տիպի 2 ատրճանակ լիցքավորված հնգական փամփուշտներով եւ ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն եւ Նորք մարաշվարչական շրջանների քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։